Ավետարան ըստ Հովանու, գլուխ 13։ Զատկի տոնիցն առաջ Հիսուսը գիտած, որ իր ժամը հասել է, որ այս աշխարհքիցը փոխվի դեպի Հայրը, իրաններին, որ այս աշխարհքումն են սիրեց, եւ մինչև վերջը սիրեց նրանց։ Եվ երբ որ ընթրիք էր լինում, Սատանան արդեն Հուդա Սիմոնյան Իսկարիովտացու սրտի մեջ էր գցել, որ մատնե նրան։ Հիսուսը գիտենալով, որ Հայրն ամեն բան իր ձեռն է տվել եւ որ Աստվածանից դուրս եկավ եւ Աստծո մոտ է գնում, ընթրիքիցը վեր կացավ եւ հանդերձները վայր դրավ եւ մի ղենջակ առավ իր մեջքը պատեց։ Հետո ջուրացեց կոնքը եւ սկսեց աշակերտների ոտները լվանալ եւ այն ղենջակովը սրբել, որ մեջքին պատած էր։ Եվ Սիմոն Պետրոսի մոտ եկավ եւ նա նրան ասեց. «Տեր, դու ես իմ ոտները լվանում»։ Հիսուսը պատասխանեց եւ ասեց նրան. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց սրանից հետո կիմանաս»։ Պետրոսը նրան ասեց. «Դու իմ ոտները չես լվանալ, հավիտյան»։ Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունիս»։ Սիմոն Պետրոսն ասեց նրան. «Տեր, ոչ թե իմ ոտները միայն, այլ իմ ձեռքերը եւ իմ գլուխն էլ»։ Հիսուսը նրան ասեց. «Լվացածին բան պետք չէ, բայց ոտները լվանալ, այլ բոլորովին մաքուր է, եւ դուք մաքուր եք, բայց ոչ թե ամենքդ, որովհետեւ գիտեր իրան մատնիչին։ Նրա համար ասեց, ոչ թե ամենքդ մաքուր եք։ Եվ երբ որ նրանց ոտները լվացավ, իր հանդերձներն առավ եւ դարձյալ սեղան նստեց եւ նրանց ասեց. «Գիտեք, ես ինչ արի ձեզ։ Դուք ինձ կանչում եք վարդապետ եւ Տեր, եւ լավ եք ասում, որովհետեւ եմ։ Արդ եթե ես Տերս եւ վարդապետս ձեր ոտները լվացի, դուք էլ պետք է իրար ոտները լվանաք, որովհետեւ ես ձեզ օրինակ տվի, որ ինչպես ես ձեզ արի, դուք էլ անեք։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ծառան իր տերիցը մեծ չէ, ոչ էլ ուղարկվածը մեծ է իրան ուղարկողիցը։ Եթե այս գիտեք, երանելի եք, թե որ այս անեք։ Ձեր բոլորիդ համար չեմ ասում, ես գիտեմ նրանց, որ ընտրեցի, բայց որ գրվածը կատարվի, թե նա, որ ինձ հետ հաց էր ուտում, ինձ դեմ իրան կրունկը բարձրացրեց։ Հիմիկուց ասում եմ ձեզ, լինելուց առաջ, որ երբ որ լինի, հավատաք, թե ես եմ։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ով որ ընդունե նրան, որ ես կուղարկեմ, ինձ է ընդունում, եւ ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում»։ Հիսուսն այս ասելով տրտմեց հոգովը եւ վկայեց եւ ասեց. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ձեզանից մեկը կմատնե ինձ»։ Աշակերտներն էլ իրար մտիկ էին տալիս տարակուսած, թե ում համար է ասում։ Եվ նրա աշակերտներից մեկը Հիսուսի գոգին նստած էր, որին Հիսուսը սիրում էր։ Սիմոն Պետրոսը նրան ակնարկեց, որ հարցնե, թե նա ով է, որի համար ասում է։ Եվ նա Հիսուսի լանջքովն ընկած ասեց նրան. «Տեր, նա ով է»։ Հիսուսը պատասխանեց. «Նա է, որ ես պատառը թաց կանեմ եւ նրան կտամ»։ Եվ պատառը թաց հարավ եւ տվեց Հուդա Սիմոնյան Իսկարիովտացուն։ Եվ պատառիցը հետո Սատանան մտավ նրա մեջ։ Եվ Հիսուսը նրան ասեց. «Ինչ որ անում ես, շուտով արա»։ Եվ այս բանը սեղան նստողներից ոչով չիմացավ, թե ինչ պատճառով ասեց նրան։ Որովհետև ոմանք կարծում էին, թե որովհետև Հուդան քսակն ուներ, Հիսուսը նրան ասեց, թե առ ինչ որ այս տոնին պետք է մեզ, կամ թե աղքատներին բան տա։ Եվ նա, երբ որ պատառն առավ, շուտով դուրս գնաց, եւ գիշեր էր։ Եվ երբ որ դուրս գնաց, Հիսուսն ասեց. «Հիմա մարդի որդին փառավորվեցավ, եւ Աստված նրանում փառավորվեցավ։ Եթե Աստված նրանում փառավորվեցավ, Աստված էլ նրան կփառավորե իր անձումը, եւ շուտով կփառավորե նրան։ Որդյակ, տակավին մի քիչ ժամանակ էլ ձեզ հետ եմ, ինձ կորոնեք, եւ ինչպես հրեաներին ասեցի, թե որտեղ որ ես եմ գնում, դուք չեք կարող գալ։ Եվ հիմա էլ ձեզ եմ ասում, նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Սրանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք»։ Սիմոն Պետրոսը նրան ասեց. «Տեր, ուր ես գնում»։ Հիսուսը պատասխանեց նրան. «Որտեղ որ ես գնում եմ, դու հիմա չես կարող իմ ետևից գալ, բայց հետո իմ ետևից կգաս»։ Պետրոսը նրան ասեց. «Տեր, ինչու չեմ կարող հիմա քո ետևից գալ,
Իմ անձը քեզ համար կդնեմ։ Հիսուսը պատասխանեց նրան. Քո անձը կդնես ինձ համար։ Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, որ հավը դեռ չի խոսիլ, որ դու 3 անգամ կուրանաս ինձ։